մոստը։ Թերեն արել եք վերջնական լավ արեք էլի։ Խոսը փախցնում են ու Ես էլ նայ բրակ արել են բալիս ախպեր բալիս բրակ արել են Ողջույն Ընգի փոսը այտենց Ընգի փոսը այտենց
Տեսար։ Հունիսի 4-ն է Արարատի մարզի հանրահայտ Դարբնիկի կամրջի մոտ ենք, դեռ ամիսներ առաջ կառավարությունը իր հովանավորությամբ այս դարն ապրած կամուրջը, որ ամբողջությամբ փլվում էր ու պատուհաս էր դարձել վարորդների համար, հիմնովին վերանորոգեց, սակայն լավ գործը չգիտես ինչու միշտ կիսատ են անում։ Հետաքրքիր է, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը, երբ այս կամուրջը վերանորոգելուց հետո շահագործման է հանձնել, պատասխանատուները տեսել են, որ որոշ հատված փնթի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել, կամուրջների եւ այն կողմում եւ այս կողմում փոսալցում չեն կատարել, ոչ թե փոսալցում, այլ պետք է ասֆալտապատումը որակյալ լիներ, սակայն տեսնում եք, փոսերը կան ու սրա պատճառով հավատացեք, հաճախակի նորից ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, այդ թվում գիշերային ժամերին։ Հիմա այստեղից ուզում եմ խնդրանքով դիմել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին, որպեսզի ինքը հետևություններ անի եւ պարտավորեցի ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին, որպեսզի գան ու այս խնդիրը լուծեն, թերությունը վերացնեն։ Թե չէ վարորդները նորից ամենաքաղցր խոսքերն են ուղում պատասխանատուների հասցեին եւ ստացվում է, որ ձեր արած լավ գործը թերի է կատարվել։ Եվ այս կողմում են նույն պատկերը, նույն վիճակը եւ այն կողմում։ Կարելի ասել կամուրջը կապիտալ վերանորոգեցիք, բայց սա թողեցիք։ Այն ժամանակ հիշում եմ, կամուրջը ովքեր որ սարքում են, ասում են հիմնովին անելու են, որակով է լինելու։ Նույնիսկ խոստացել են, ես այս հատվածը ցույց տամ, տեսեք, խոստացել են, որ այստեղ նույնպես երկաթե պաշտպանիչ ճաղավանդակներ են դրվելու, բայց ինչպես ժողովուրդն է ասում, ոչ էլ խափեց էլի, ճանապարհ սարքողը խափեց էլի։